Սիրելի հայրենակիցներ, իմ գործընկերները հստակ արձանագրեցին, որ Սփյուռքի նախարարությունը եւ գյուղատնտեսության նախարարությունը մեզ առաջի անհրաժեշտության է դարձել եւ Սփյուռքի նախարարության մասով ես ուզում եմ նախ առաջարկել հետեւյալը, որ այն մեզ պետք է այնքանով, որ մենք կառավարում ենք Սփյուռքի դերակատարությունը եւ կարելի է հանձնակատարից վերածել, այսպես ասած, նախարարության։ Եվ խնդիրը հետեւյալն է, որ այսօրվա իշխանությունը նույնիսկ իրենց քաղաքական առաջնորդը գալով է Սամբիոնից եւ թիրախավորելով ձեզ, սիրելի աշխարհասփյուռ հայություն, ձեզ անվանում են second hand շոր ուղարկող։ Եվ միևնույն ժամանակ, օրինակ, ես ուզում եմ հիշեցնել նաև պարոն Եղոյանի արտահայտությունը, որ այս անկեղծ կուզեի, որ վերադառնար այստեղ, այս Սամբիոնից նորից ասեր, որ չգիտեմ, քաշային կատեգորիայի վերաբերյալ։ Պարոն Եղոյանը այս ամբիոնից օգտագործել, ասում է, որ Սփյուռքը քաշային կատեգորիա չունի։ Այո, սիրելի աշխարհասփյուռ հայություն, ձեզ թիրախավորում են եւ տպավորությունը իրենց հայտարարությունների մեջ փորձում են վիրավորանք հասցնել։ Բայց մեկ առիթով դուք 2020 թվականի պատերազմից հետո Հայաստան համահայկական հիմնադրամի շրջանակներում մեր սահմանները բոլորս Արցախի համար այս ծրագրի շրջանակներում հավաքվել է մոտ 170 միլիոն դոլար գումար, որտեղ վստահ եմ, որ բոլորդ ուզում եք, որ այդ գումարը ուղարկվեր դեպի Արցախ, որպեսզի Արցախը շենանար։ Բայց այնպես ստացվեց, որ կառավարությանը ուղարկվեց 108 միլիոն դոլար, որը ուղիղ հավասարազոր է մոտ 52 միլիարդ դրամի։ Այսինքն, այնպես է ստացվում, որ ձեր ուղարկած գումարներից, երբ որ ձեզ այստեղից գալիս է անվանում են second hand շոր ուղարկող, այդ գումարը ուղարկում են կառավարությանը։ Եվ այո, կարող եք կասկածներ ունենալ, որ այդ գումարը ինչ-որ մեկի գրպանն է գնացել, որովհետև համապատասխան հաշվետվողականություն եթե չի լինում, այո, ձեր կասկածները կարող են փարատել եւ այսպես ասած, ձեր կասկածները կարող են տեղին լինել։ Եվ ամբողջ տրամաբանությունը նրանում է, որ ընդհանրապես ձեր մասին այստեղ ընդամենը 5 վայրկյան, այստեղ խոսելից ասում եմ, որ Թույլ Սփյուռքը դա ուժեղ պետություն է։ Ես ուզում եմ ասել, որ Թույլ Սփյուռքը ձեռք է տալիս միայն Թուրքիային, Ադրբեջանին, եւ զարմանալի չի նաեւ, որ այսօրվա իշխանությանը։ Կարնիկ Դավթյան